Ողջույն, սիրելի հայրենակիցներ, հեռավար կապով ես հարցազրույցի եմ հրավիրել Աշոտ Գրիգորյանին, հարգարժան Աշոտ Գրիգորյանն է հյուրս այսօր, ներկայացնեմ, կարծում եմ բոլորդ գիտեք, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ, ողջունում եմ ձեզ, պարոն Գրիգորյան, եւ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև սիրելի Արմինե, բարև սիրելի հայրենակիցներ, ես պատրաստ եմ ամբողջովին այսօր ներկայացնելու այն ֆանտաստիկ արդյունքը, որը մենք ունեցանք երեք մեր այդ կարևոր կոնֆերենցիայի ժամանակ, եւ ուզում եմ նշել, որ միակ լրատվամիջոցը Հայաստանում, որի հետ աշխատում եմ, չնայած շատ-շատերն են ինձ դիմում ու խնդրում, դա դուք եք, քանզի իսկապես դուք մնացիք ազնիվ, հայ ազգին նվիրված եւ այսօր հայ քրիստոնեական եկեղեցուն խիստ նվիրված ու ճատակով։ Շնորհակալություն համեցեք։ Անչափ շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, հարցս ուզում եմ սկսել փոքր-ինչ ներկայացնեմ իրավիճակը, վստահ եմ դուք շատ լավ գիտեք, բայց ուզում եմ, որ նաև ձեր միջոցով մեր համայն հայությունը տեղեկանա, թե ինչ ծանր օրեր է ապրում Հայաստանը։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում է լարված պահել մեր կյանքը թե քաղաքական կյանքում, թե տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային բոլոր ոլորտներում լարվածությունը, եւ ես կարծում եմ, այս լարվածությունը շատ ավելի սրվելու է, որովհետեւ տարին նախընտրական է, իսկ Փաշինյանը ամեն հնարավորն անում է վերընտրվելու համար, վերջերս է խոստովանեց, որ հետ քայլ չի անելու հայ առաքելական Սուրբ եկեղեցում, եկեղեցու դեմ իր պայքարում, անցել է բոլոր կարմիր գծերը, ցինիկաբար նա վիրավորում է մեր ամենայն հայոց կաթողիկոսին, մեր սրբազաններին, հազար ու մի անհասկանալի, խիստ մերժելի, կեղծ ու սուտ է տարածում եւ բնութագրումներ է հնչեցնում, բանտերը լցված են հայրենասեր մարդկանցով, գիտեք, սրբազաններ, եպիսկոպոսներ են կալանավորված, ազգային բարերարն էր տնային կալանքի մեջ է այս պահին գտնվում, այսինքն պարոն Գրիգորյան լրացնում է բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են մեր երկիրը Հայաստանը հայ ժողովրդին հանել ծանրագույն իրավիճակին, իսկ ինքը լրացնելով իրականացնում է մի զարուրելի ծրագիր, որը ցանկացած վերլուծության դեպքում համոզվում ես հանգեցնելու է Հայաստան պետության ոչնչացմանը։ Եվ այս ֆոնին, այս լարվածության ֆոնին ի ուրախություն բոլորիս ես երեք տեղեկացա, որ ձեր կազմակերպությունը, որը վերջերս եք դուք ստեղծել հայ առաքելական եկեղեցու եւ քրիստոնեության պահպանության կոմիտե, շատ լավ է հնչում եւ պետք է բնականաբար հասկանանք, թե ինչ գործունեություն է իրականացնում կոմիտեն եւ փաստորեն տեսաժողով եք դուք երեք կազմակերպել Zoom-ի միջոցով, բավական ներկայանալի անձիկ էին, ես տեղեկացա ձեր ուղարկած ինֆորմացիայից, մասնակցում եմ, ես շատ կարճ ներկայացնեմ նաեւ մեր հեռուստադիտողներին, մասնակցեցին միջազգային իրավաբանը, հայտնի իրավաբանը Հայաստանում նրան արդեն շատ լավ գիտեն, մասնավորաբար եւ եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես եկող եւ Սամվել Կարապետյանի որպես փաստաբան, խոսքս Ռոբերտ Ամստերդամի մասին է։ Միաժամանակ հետաքրքիր էր Սլովակիայի նախկին վարչապետի Յան Չառնոգորսկու մասնակցությունը։ Հիմա ես կխնդրեմ ձեզ, քանի որ այս ամբողջը եղել է ձեր կողմից կազմակերպված եւ հիմնական գլխավոր կազմակերպիչը այս ամբողջի դուք եք, պարոն Գրիգորյան, ներկայացրեք խնդրեմ, ինչ համաժողով էր, իդեպ ներողություն եմ խնդրում նաեւ թեման էլ ներկայացնեմ, որպեսզի ձեզ համար արդեն պարզ ամբողջությամբ բովանդակությանը անցնեք։ Եղել է ուրեմն սիրելի հայրենակիցներ հետևյալ թեմայով քննարկում հայ առաքելական եկեղեցու եւ քրիստոնեության պաշտպանությունը Հայաստանում։ Ահա այսպիսի շատ կարևոր թեմայով քննարկում Բրատիսլավայում։ Այո, ես եթե չեմ սխալվում։ Ուրեմն հիմա լսում ենք ձեզ, ներկայացրեք խնդրեմ, ինչ քննարկում եք, ինչ որոշում կայացվեց, լսում ենք ձեզ, պարոն Գրիգորյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Արմինե ջան, կոմիտեն, որ ասեմ, չափից դուրս ներկայացական է, երևի թե չեմ չափազանցնի, ընդհանրապես մի քանի անուն ասեմ, որ բացառիկ ակտիվ է աշխատում ինձ հետ իսկապես պարոն Ռոբերտ Ամստերդամը, իր ամբողջ օֆիսով հանդերձ, իմ օֆիսը եւ իր օֆիսը արդեն մենեջերների մակարդակով աշխատում են միմյանց հետ, այնուհետև իր համաձայնություններ հայտնել եւս մի շատ հզոր պարոն Լուիս Մորենո Օկամպո, գիտեք, առաջի գեներալ գլխավոր դատախազ միջազգային դատարանում եւ ՄԱԿ-ում, նաեւ
մի շարք հզորանցիկ Մեծ Բրիտանիայից, arczepiskopos Canterbury, Lord George Carey, շատ հայտնի եպիսկոպոս եւ իսկապես խոշոր անուն Պատրիկ Սուկդեո եւ այլն Եվրոպայից մի քանի խոշոր անուններ ասեմ, բացի ուրեմն պարոն Ռոբերտ Ամստերդամից շատ հայտնի անուններ Ռոմանո Պրոդի, Ֆրանսուଆ Վիոն, ինչպես նաև Յան Ֆիգելը, որը Եվրոմիության խոշորագույն ներկայացուցիչն է հավատի գծով եւ շատ հզոր կազմակերպության պրեզիդենտ, կազմակերպությունը կոչվում է Հավատի պաշտպանության, ազատության, հավատի ազատության եվրոպական ֆորում, դրա նախագահն է եւ այլն։ Թեման դուք ձեր բացման խոսք ասելիս հետաքրքիր է, բոլորս էլ երևի եթե խոսենք խնդրի մասին, այն նույնն ենք ասել, ինչ որ դուք ասեցիք։ Դուք մեր թեմաների մի մասը փայլուն ներկայացրեցիք։ Այսինքն ինչ է կատարվում Հայաստանում, ես իմ բառերով հիմա ասեմ, որը հայտարարել եմ այդ ֆորումի ժամանակ, սատանայի կողմից, որի դերում հանդես է գալիս ինչ-որ մի շատ անհաջող գրչակ, կյանքում ոչինչի չարժանացած, զարմանալիորեն վարչապետի պաշտոն գրաված, եւ այդ սատանան իսկապես փորձում է մարդկության առաջի քրիստոնեական եկեղեցու դեմ պայքարել։ Հիմնական շեշտը, որ դրել են խոշոր մասնագետները, ապա դա է, որ չեն կարող հասկանալ մարդկության առաջի քրիստոնեական եկեղեցին, որը ստեղծվել են երկու առաքյալներ, սա շատ նշվեց, Բարթողոմեոսը, Թադեո, ոնց, չէ, բայց ոնց կարելի է ամենահզոր պատմություն ունեցող քրիստոնեական եկեղեցու դեմ սատանայական քայլեր ձեռնարկել, չէ՞ որ դա ի սկզբանե մատնված է անհաջողության։ Բոլորի կարծիքը սա է։ Միայն մենք հայերս գիտենք, որ սա չափից դուրս լավատեսական կարծիք է, որովհետև մենք տեսնում ենք ինչ է կատարվում աշխարհում եւ այդ ֆոնի վրա ինչ է կատարվում Հայաստանում։ Սակայն երբ որ մենք, քանի որ գեոքաղաքական ակումբի նախագահ եմ նաեւ ես, վարչապետյան Չառնագովսկու հետ միասին Վիեննայի ակումբի, մենք վերլուծում ենք ամբողջ համաշխարհային այսօրվա աշխարհաքաղաքական գործընթացը, մենք մեծ վախ ունենք, որ Հայաստանին մոտ ժամանակներս ներկայացված է պատմության քարտեզից վերանալու մենք շատ լուրջ ենք դա ընդունում։ Ամբողջ պատմության ընթացքում այս տարածաշրջանում Արմենիա անվանումը չի եղել մի 100-ամյա, որ չլինի, այլ դրա վերացում, ոչ միայն պետականության, որովհետև եթե Նիկոլին հաջողվեց սատանական քայլ անել, ապա հայ ժողովրդի այն մասը, որ այսօր ապրում է Հայաստանում, 90%-ը փախնելու են երկրից, քանզի այն բարեմակամական ճակերտների մեջ այն ռեալ թշնամական վերաբերմունքը, որը կա Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ, նրանք ստանալու են բացառիկ իրենց համար դրական լուծումներ, չի լինելու Հայաստան երկիրը եւ Հայաստան աշխարհագրական անունները վերանալու։ Հիմա ովքեր ելույթ ունեցան եւ ինչ լուրջ առաջարկներ եղավ, անցնեմ բուն թեմային։ Ուրեմն պարոն Ռոբերտ Ամստերդամը իմ բացման խոսքից հետո այնպեսի մի փայլուն ելույթ ունեցավ, որ ես ուղղակի զարմացած եմ։ Նա հայտարարեց, որ անօրինականությունների այն շքերթը, որը Հայաստանում ինքը վերջին մի տարվա մեջ ականատես է եղել, իր կյանքի մասնագիտական կյանքի պատմության մեջ նման բան չի տեսել։ Դուք պատկերացնում եք, ախր այնքան երկրագնդի վրա սարսափելի բաներ են կատարվել, որ նման հայտարարությունը երբ որ անում է խոշորագույն միջազգային իրավաբանը Ռոբերտ Ամստերդամը, վախենում է ուղղակի, նա ասում է նման բան չի եղել, ես չեմ կարողանում հասկանալ այդ կարգի անօրինականություններ, աչքերը փակել, դատական համակարգը վերցնել իր հսկողության տակ,
ում ուզի ձերբակալի, ոչ մի փաստ չներկայացնի ձերբակալելուց, բացի այն, որ այդ մարդիկ համարձակվել են սեփական միտք ասել։ Ամստերդամն ասում է, իսկապես այս մակարդակի վրա մոռացեք, որ պատմության մեջ որևէ տեղ ես տեսել եմ։ Իսկ եթե ինքը չի տեսել, ես առավել ևս չեմ տեսել։ Եվ Ամստերդամի առաջարկները ամբողջ ֆորումի ընթացքում քննարկումներ գնացին շատ բարձրամակարդակի ես կներկայացնեմ քիչ հետո։ Հիանալի հանդես եկավ Յան Ֆիգելը, Եվրոմիության առաջին կոմիսար, նախարար Եվրոկոմիսիայի Եվրոմիության, հավատի ազգային փոքրամասնությունների գծով եւ այսօր պարոն Ֆիգելը արդեն ասեցի ձեզ, նաեւ հավատի ազատության եվրոպական ֆորումի նախագահն է, հիանալի ելույթ եւ հիանալի առաջարկներ տվեց Գերմանիայից Վոլֆգանգ Խումելը, Բերլինի սենատի անդամ եւ այլն չներկայացնեմ ամբողջ իրապաշտոնները, շատ հետաքրքիր էր, ելույթ ունեցավ Յան Քեմպելը, Չեխիայից նույնպես, Ֆրանտիշեկ Միկլոշկոն, շատ կարճ ես նրա վերջին հայտարարությունը շատ կարճ կներկայացնեմ, անչափ հետաքրքիր էր ուրեմն Միացյալ Նահանգներից պարոն Գվիդո Ջորջ Լոմբարդի, շատ հետաքրքիր պարոն էր, առաջին անգամ նա մասնակցեց մեր կոմիտեի նիստին, ուրեմն պարոն Լոմբարդին Դոնալդ Տրամպի 30 տարվա խորհրդականն է եւ մտերիմ ընկեր է։ Մոսկվայից Ինստիտուտ развития коммуникаций զարգացման կոմունիկացիաների զարգացման ինստիտուտի փոխ նախագահ, սոցիոլոգիայի դոկտոր, Ռուսաստանի Ֆեդերացիայի նախկին սենատոր պարոն Միխայել Բելաուսով։ Այդ ինստիտուտի հետ մենք չափից դուրս ինտենսիվ ենք աշխատում եւ շատ լավ գիտենք միմյանց, շատ։ Այնտեղ պարոն Բելաուսովի կարգի եւ փոքր լավել մենք ընկերներ ունենք, որոնց հետ համագործակցում ենք, ուրեմն հիմնական քննադատական մասը ես ձեզ այն ամենաթունդ նախադասությունով ասեցի, այլևս չեմ անդրադառնա, որտեղ իսկապես Ամստերդամից ավելի խիստ նույնիսկ ես չեմ ասել։ Ես հայտարարել եմ Նիկոլի Սատանա, բացման խոսքի ընթացքում ասել եմ պարոն Ամստերդամ, եւս մի հայտարարություն եմ անում, որի համար ես պատասխանատու եմ, ես այդ հայտարարությունը արել եմ 2018 թվականից, երբ որ այդ Սատանան դառավ վարչապետ, այսօր գոնե 10 անգամ, բայց հիմա այս խիստ պաշտոնական հեղինակավոր հավաքի ժամանակ, մեր կոմիտեի նիստի ժամանակ հայտարարում եմ եւ պարոն Ամստերդամ, ես նաեւ հայտարարում եմ Նիկոլ Փաշինյան, եթե հանկարծ կհամարձակվես ասել իմ տեղեկատվությունը սխալ է, սուտ է, կեղծիք է, ինչպես դու ես անում սովորաբար, ես պատրաստ եմ տալու։ Նույնիսկ խնդրում եմ, փորձիր ասել, որ սուտ եմ ասում։ Ու այն ինչ որ ձեր մոտ եմ ասել, հայտարարեցի, որ Եվրոպայի էկոնոմիկական ֆորումի Հարավային Կովկասի պանելի նախագահն եմ եղել 5 տարի եւ վերջի 4 տարվա մեջ հրավիրել եմ նույն անձին Ադրբեջանից շատ հայտնի, չափազանց հայտնի Ալիևի ներկայացուցիչներից մեկին, որը վերջին տարվա մեր հատկական ժամանակ հայտարարեց. Պարոն Գրիգորյան, Ալիևը ձեզ տալիս է ցանկացած եղանակով ոնց կուզեք, քեշ, փոխանցումներով, մասնատված, ոնց կուզեք, 5 միլիարդ Արցախի դիմաց, մենք ծիծաղել ենք 2 Հայաստանի ազգային խորհրդի անդամ իմ կողքին են եղել, անունները չեմ տալիս, որ Նիկոլը հիմա նրանց վրա չհարձակվի։ Հենց Նիկոլը բերանը բացեց, ես նրանց կներգրավեմ։ Մեկը ՀՀԿ-ից է, մեկը դաշնակ։ Իրենք հիմա եթե լսում են, իրենք շատ լավ գիտեն խոսքը ուզում ասել է, շատ հարգարժան պարոններ են հայտնի, կողքս են եղել։ Ես եղել եմ պանելի ղեկավարը, իրենց հրավիրել եմ մասնակցելու։ Այնուհետև 2016 թվականին Լուկաշենկո նույն թիվը տալիս է Սերժ Սարգսյանին առաջարկը 5 միլիարդ 2016, պատասխանը գիտեք, սոցցանցերով կա, ես երեք հայտարարել եմ, եւ 2018 թվականին ես երեք հայտարարել եմ, հենց առաջին հանդիպման ժամանակ
Բիշկեկում կլոր սեղանից անհայտանում են միաժամանակ երկու հայտնի անձիկ Նիկոլ Փաշինյան կոչվածը, որը այդքան էլ հայտնի չէր, եւ Ալիևը։ Ու վերելակից դուրս գալուց նրանց բռնում են 1 ժամ հետո եւ անունը լրագրողները դրեցին վերելակային դիվանագիտություն, որտեղ պարզվեց, որ նրանք անհայտացել էին պայմանավորվածությունները կնքելու համար, որից հետո մասնատված գումարները սկսեցին հոսել դեպի Հայաստան եւ դեպի շվեյցարական բանկ, այդ բոլոր բաները մենք շատ լավ գիտենք եւ քննարկման հարց չի։ Ուրեմն ես հայտարարեցի մեր կոմիտեի հարգարժան անդամներ, հասկացեք, այդ գլխից այս մարդը 5 միլիարդ է վերցրել։ Սա Հայաստանի պայմաններում սարսափելի թիվ է, մեր բյուջեն 3-4 միլիարդ էր այդ ժամանակ։ Այնպես որ, որպեսզի բոլորիդ համար պարզ լինի դրդապատճառը, սա մեկ, եւ երկրորդ, այն ինչ որ հայկական մամուլում է գրվում, բնական է, ես թույլ չեմ տա դա հեղինակավոր ժողովրդին ներկայացնել, բայց ձեր ելույթի ժամանակ կարող եք նշել, որ ծնվել է Ադրբեջան-Հայաստան սահմանի վրա եւ խիստ կասկածելի ծագումով։ Դա արդեն հայկական մամուլն է գրում, ես թողում եմ Նիկոլի վրա, որ այդ գրողներին էլ ինքը դատի տա, եւ մենք բոլորս հետամուտ լինենք իսկապես իր մեջ ազերական արյունը 50% է, թե 90%։ Այդա մենք կպարզենք հետո, որովհետեւ նման քայլեր ինչ որ արվում է երկիրը վաճառել։ Մեր ազգի այցետոմսը 1725 տարվա մեր եկեղեցին, որը պատմականորեն առաջին քրիստոնեական եկեղեցին։ Այն ոչնչացնել, սա մեն սատանայի ցանկություն կլինի, չի անվանի սատանայի գործ, որովհետև սատանան կարող էր մինչև վերջ տանել, Նիկոլը սատանա չի, սատանայի ճուտիկ է, որով աննշմար չի կարողանալու։ Ըստ մեր համաժողովի մասնակիցների կարծիքի, մենք դա թույլ չենք տալու։ Հիմա հարց։ Իսկ ինչպես։ Ամենակարևորը։ Մեր մասնակիցների, մեր կոմիտեի անդամների ցանկը ես հրապարակել եմ, դուք շատ լավ գիտեք, շատ հզոր անուններում են։ Բացի նրանցից, ովքեր ելույթ ունեցան, հսկայական թվով մարդիկ էլ ռեզերվում են, մի մասը հետևում էին եւ այն քայլերը, ինչ որ առաջարկվեց պարոն Ամստերդամի կողմից, մեր Մոսկվայի գործընկեր ինստիտուտի ղեկավարության կողմից, դրանք շատ էական են։ Ես միայն մի կետ նշեմ, որ պարոն Ամստերդամը դժգոհություն հայտնեց։ Սիրելի Արմինե, ձեր մամուլի միջոցով ԶԼՄ-ի, մենք հետո սա կտարածենք նաև մեր երկխոսությունը ձեր հետ միասին, ես ուզում եմ սրանով դիմել հայ առաքելական եկեղեցու ղեկավարությանը, իմ լավ բարեկամին կողմից շատ հարգված վեհապար Գարեգին Երկրորդին, հայտնելով պարոն Ամստերդամի բողոքը վեհապար, ես ձեզ նաև այլ կանալներով դա կհայտնեմ, սիրելի վեհապար, պարոն Ամստերդամը խնդրում է համագործակցություն։ Վեհապար պարոն Ամստերդամը խնդրում է համագործակցություն եւ չի կարողանում հասկանալ Նիկոլի դեմ պայքարում ձեր պասիվությունը։ Եվ ես շատ կարճ ներկայացրեցի դա պարոն Ամստերդամին եւ մյուս խոշորագույն ներկայացուցիչներին մեր կոմիտեի, որոնք նաեւ գրավոր այդ բոլորը ստանալու են, որ մի մոռացեք, եկեղեցին դա ներելու ինստիտուտն է, ներելու։ Եկեղեցին դա հակաագրեսիվ գործունեության կենտրոնն է ցանկացած երկրում։ Եկեղեցում դրդել անելու ագրեսիվ քայլեր նման իրավունք մենք չունենք։ Որովհետև շատերը հետո նաև համաժողովից հետո ես զանգեր ունեցա եւ Միացյալ Նահանգներից, որ գիտեք, մենք չուզեցինք համաժողովի ժամանակ մեր կարծիքը ասել, բայց չափազանց համակարծիք ենք պարոն Ամստերդամին, այսինչ պասիվությունն է, նույնիսկ այլ բառերով են փորձում ներկայացնել մեր փայլուն հոգևորականներին, վախկոտություն կա բան, ես հստակ ասացի, չկա նման բան, ես բոլորիդ աշխատում եմ։ Եվ ես գիտեմ ինչ գործ են անում իրենք բոլորը իրենց կենտրոններով։ Ես շատ մանրամասն գիտեմ։ Եվրոպայի եպիսկոպոսները ֆանտաստիկ աշխատանք են անում։ Նաև շատ մտերիմ եմ Ռուսաստանի arczepiskopos Գեզրասրբազանով։
ես գիտեմ նրանց քաջության աստիճանը։ Նրանք ինձ հայտարարում են, Աստված մեզ մի կյանք է նվիրել եւ դա մենք պետք է նվիրենք եկեղեցուն եւ եկեղեցու համար պայքարի։ Վերջ։ Սակայն դա պետք է այնպես անենք, որ կետ առաջին ոչ միտեղ ագրեսիայի ու մեղադրանք չլինի մեզ, հատկապես եղբայր այլ եկեղեցիների կողմից, որ ոնց քրիստոնեական առաջին եկեղեցին եք, ինչ օրինակ եք ծառայում մեզ, եւ երկրորդ մեր քայլերը պետք է չունենան ուղղվածություն, որ մեզ բանտարկի եւ զրկի իրեն ոչնչացնելու այդ գործընթացին մասնակցելուց, քանզի Եվրոպայում մենք ունենք Աստծո կողմից տրված շատ մեծ կարևոր միսիա, մենք պիտի փրկենք հայ առաքելական եկեղեցին։ Ես շատ կարճ դա ներկայացրեցի, նման մանրամասները չասեցի ինչպես ձեզ, որովհետև ձեր հետ խոսելուց իրավունք ունեմ մանրամասները ասելու, դուք կհասկանաք ինձ, եւ դուք հիանալի գիտեք, որ մեր եկեղեցին իր պաշտպանության համար շատ հզոր գործիքներ ունի եւ պաշտպանվում է։ Այդ գործիքներից մեկը նաեւ մենք ենք դրսի սփյուռքի խոշորագույն լոբիստ գործիչներս, որոնք մեր շուրջը միավորել ենք, տեսնում եք, մի հատ հայ անուն չեմ տալիս։ Միավորել ենք աշխարհի մեծերին, չէ՞։ Ես այդ ցուցակից եւս ասենք մի 2-3 անուն հայտնի անուններ կարդամ, Ռոմանո Պրոդի, պետք չի ներկայացնել, Ֆրանսուଆ Վիոն, նախկին վարչապետը Ֆրանսիայի, Կիրիլ Սվոբոդա, փոխվարչապետ Չեխիայի 4 անգամ նախարար եղել է, այդ թվում արտգործնախարար եւ այլն, շատ են, այդպես նշանավոր հզոր անձիկ, ու նո Ռուսաստանից օրինակ Կոստանդին Զատուրինը, գիտեք, ինչ վերաբերմունք է ցույց տալիս մեր ազգի նկատմամբ։ Ես կատակով ամեն հանդիպմանը ավարտում եմ այսպես. Самый лучший из армян это Костя Затулyan, ну ինքը ծիծաղում է, բայց Զատուլինի նման հայ իսկապես քիչ գիտեմ։ Հիմա այս իրավիճակով մեր եզրակացությունները, որի վրա շատ ինտենսիվ աշխատելու ենք, ուրեմն ասեմ, որ պարոն Ռոբերտ Ամստերդամի հետ զրույցի ժամանակ Յան Ֆիգելը երբ որ հայտարարեց, որ ինքը այս ամսվա մեջ 3 խոշոր քայլ է անում, լավ լսեք։ Առաջինը, երկրորդ շաբաթ Լյուքսեմբուրգում շատ խոշոր հավաք կա, ներկայացնում է այս խնդիրը։ Երկրորդը, մեկ շաբաթ անց Վիեննայում շատ խոշոր հավաք կա, ներկայացնում է քննարկման հայ առաքելական եկեղեցու դեմ սատանայի պայքարը։ Եվ երրորդը, ամսվա վերջին Վաշինգտոնում չափազանց մեծ ֆորում կա, ասեց, որ այդ ֆորումում ես խորապես դնելու եմ եւ ֆունդամենտալ քննարկելու ենք հայ առաքելական եկեղեցու դեմ կատարվող արշավանքներ եւ Հայաստանում ժողովրդավարության ոչնչացման գործընթացի մասին տեղեկատվություն են պատրաստելու եւ այդտեղ պարոն Ամստերդամը ասեց, վայ, ես էլ եմ Վաշինգտոնում մասնակցելու, խնդրում եմ միասին լինենք եւ այդտեղ Գուիդո Լոմբարդին նահանգներից ասում է, խնդրում եմ ձեր գործընկերին ասեք, ես չգիտեի այդ ֆորումի մասին, ինձ տան հրավեր, ես էլ եմ մասնակցելու, ես այդտեղ հայտարարեցի, որ պարոնայք, իմացեք, իսկ ես արդեն պայմանավորվել եմ մեր հայ խոշորագույն լոբիստների եւ լոբիստական կառույցների հետ, որ նրանք ձեր հետ այնտեղ հանդիպելու են։ Այնպես որ այնտեղ մենք ունենալու ենք շատ մեծ շարունակություն։ Սա կոնկրետ ընդամենը հունվարի երկրորդ կեսի ընթացքում, հələ երկրորդ կեսից քիչ է մնացել արդեն։ Այսօր ամսի 17-ն է։ Շատ բարի է, պարոն Գրիգորյան, հա շարունակեք։ Ուրեմն մենք մեր կոմիտեի անունից պատրաստում ենք առաջարկ համագործակցելու եւ հարցերը ներկայացնելու OBSE հայերեն OBSE ոնց է ԵԱՀԿ այո այնուհետև Եվրոմիության ղեկավարության նախագահության ուղղված մեր կոչը եւ բացատրությունները, ինչպես նաեւ Եվրոխորհրդարանի մենք կպատրաստենք շատ կարճ ժամանակ
Սա կոնկրետ իր վրա վերցրեց հենց ինքը պարոն Ռոբերտ Ամստերդամը եւ Յան Չարնագորսկին, երկու խոշորագույն համաշխարհային իրավաբաններ, վարչապետ Չարնագորսկին, միջազգային իրավունքի եւ ընդհանրապես իրավունքի խոշորագույն հայտնի մասնագետ, ու պլյուս գումարած եւս մի քանի լուրջ իրավաբաններ մեր թիմից։ Ես մանրամասները չեմ կարդում, միայն վերնագրերն եմ, հիմա կարդում, հետո գնում եմ գործնողության նկարագրությունը, որի ժամանակը մենք չունենք հիմա քննարկելու։ Այնուհետև կոորդինացված նամակ, հիմա ես ռուսերենից թարգմանում եմ, խոշորագույն պետությունների եւ կառավարությունների ուղղված առաջերտին Եվրոպայի մասնակցությունը միջազգային հավատի նվիրված, հավատի ազատության նվիրված համագումարներին, որից ամենակարևորը նորից նշեցի ամերիկյան հավաքն է հիմա, բայց օրինակ Յան Ֆիգելի առաջարկած այդ երկուսն էլ շատ ընդունելի ու հետաքրքիր են։ Այնուհետև շատ նուրջ համանման հավաք, ինչ որ ես կազմակերպեցի Եվրոպայում, կազմակերպել Լոս Անջելեսում։ Սա պարոն Ամստերդամի առաջարկներն են, որը մենք ընդունեցինք։ Այնուհետև աշխատանք, սա արդեն մեր կոմիտեի մնացած մասնագետների առաջարկն է, որը մենք դեռևս պիտի քննարկենք։ Առաջարկ աշխատել մեր կոմիտեն, որպեսզի աշխատի Հայաստանի ընդդիմադիր դաշտի խոշոր կազմակերպությունների հետ, սա մեկ։ Արևմտյան երկրների դեպուտատների եւ մեր հետ կապված լոբիստների հետ աշխատանքները զարգացնել, երկրորդ կետ։ Բոլոր երկրների հոգևոր լիդերների հետ բոլորին ուղղում ենք նամակ եւ փորձում ենք հանդիպումներ կազմակերպել կամ մինիմում հետները Zoom-ով աշխատել։ Բոլոր հայ եպիսկոպոսների Եվրոպայի եւ հատկապես արևմտյան երկրների, ինչպես նաեւ նահանգների, բոլորի հետ ակտիվացնել մեր գործունեությունը։ Սա կոմիտեի անդամների առաջարկությունն է։ Ես նշում եմ, որտեղ առանց դրա ես աշխատում եմ բոլորի հետ, բայց իրենք հատկապես կոմիտեի անունից են ուզում, որ շարունակվի գործընթացը։ Նաև ընտրել խոշոր հասարակական գործիչների, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին եւ բոլորի հետ վարել աշխատանքներ։ Ընդ որում ինտենսիվացնել հատկապես հայաշատ վայրերում, Լոս Անջելես, Ֆրանսիա, Եվրոպայում, Լատինական Ամերիկա, Արգենտինա եւ այլն, Մերձավոր Արևելք, Լիբանան։ Սա սիրելի հայրենակիցներ, իմ առաջարկները չեն, սրանց արժեքը նա է, որ օտարներն են առաջարկում, որտեղ մեր համար սրանք սովորական մտքեր են, իհարկե, մենք մեր սփյուռքի ուժը գիտենք որտեղից է եւ առանց այն էլ աշխատում ենք, բայց երբ որ օտարները հատկապես նշում են եւ կոմիտեն ընդունում են նման դիրքորոշում կամ օրենտացիա կամ նորոշում, սա ես համարում եմ նորություն եւ շատ լավ նորություն։ Հիմա Արմինե ջան, ես դեռևս ասում եմ, բայց ասեմ ձեր հարցերին։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ, շատ կարևոր բան ներկայացրեցիք։ Նախ դա ցույց է տալիս, որ մենք ունենք լավ բարեկամներ աշխարհում։ Եվ ինչի համար շատ ուրախ եմ, դա նաև ցույց է տալիս, որ եթե հայերս դրսում մեր խելացի ներուժ ունեցող մեր հայերը կարողանում են աշխատել, համախմբել, ուրեմն հաջողության են հասնում։ Դրա համար շնորհակալ եմ ձեզ մեծ ներդրման համար եւ կարծում եմ, որ այստեղ պիտի հայկական ներուժը համախմբվի, ինչպես Սարդարապատում, հա, մենք լուրջ պատերազմի առաջ ենք կանգնած եւ ես նաեւ կոչ կանեմ այսօր ովքեր մեզ հետո կլսեն մեր հարցազրույցը, կոչ կանեմ իմ հայ ժողովրդին աշխարհում մեկ սփռված,
Բոլորը հիշեն, որ ունենք մեկ հայրենիք եւ մենք իրավունք չունենք կորցնելու այդ հայրենիքը։ Սփյուռքը ուժեղ եւ հզոր եւ շարունակական եւ կլինի եւ գոյություն կունենա, եթե կա Հայաստան։ Եթե ոչ, մենք բոլորս միասին, այո, դուք շատ ցավոք ճիշտ նշեցիք, նպատակադրված է Հայաստան անվան, Արմենիա անվան ոչնչացումը, իզուր չէ, որ Թուրքիայի քարտեզներում վաղուց արդեն չկա Հայաստանը։ Բայց այս մարդը հենց համագործակցում է այդ պետությունների այդ երկրների հետ, ուրեմն ժամն է, որ համայն հայությունը ոտքի կանգնի, միշտ այն հույսն ու հավատն եմ ունեցել, որ մեր սփյուռքը անկախ նրանից, որքան է ցանկանում Էրդողանը մասնատել եւ նրա շարունակող Նիկոլ Փաշինյանը այդ կապը կտրել Հայաստան-Սփյուռք, դա չի հաջողելու։ Հանձին ձեզ ունենք այդ միասին։ Արմենը ջան, հակառակը դա բոլորին ուժ է տալիս Այո, եւս մի իմպուլս, որ միավորվենք այո, եւ մեր այն վերջի ճիգերը ներդնենք, դուք չեք պատկերացրել ինչքան հոգնած եմ երեկվա այդ բանը եւ այսօր ինչքան դժվարությամբ եմ հիմա ձեզ ինտերվյու տալի, բայց ես գտնում եմ, որ չկա հոգնածություն, կա կյանքը ազգին նվիրելու իսկապես անկեղծ եմ ասում։ այո, դա պետք է Մեր լինի։ կյանքը զրո է, եթե մենք նա ազգին չնվիրենք։ Այս գիտակցությամբ մենք աշխատում ենք Սփյուռքում։ Այո, Կներեք, շարունակեք։ շնորհակալ եմ շատ եւ մի անդրադարձ եւս ձեր այդ խոսքում, ինչի համար եւս շնորհակալ եմ, որ ճիշտ եք ներկայացրել կաթողիկոսի աշխատանքի այս ճիշտ ընթացքը։ Ես ասեմ, որ կաթողիկոսը ոչ թե զգուշավոր է, ոչ թե համարձակ չէ, մեր եպիսկոպոսները ոչ թե վախկոտ են, բոլորովին հակառակն է, նրանք հզոր են, նրանք ուժեղ մարդիկ են եւ նրանց առաջնորդությունը հոգեվոր զուսպ, շատ ճիշտ է կաթողիկոսի քայլերը եւ մեկ նկատառում եւս Նիկոլ Փաշինյանի նպատակն է, պարոն Գրիգորյան, հունից հանել ամենայն հայոց կաթողիկոսին։ Դա սատանային, ինչպես դուք եք ասում, չի հաջողելու, որովհետեւ հենց նա դա է ուզում, որ ասի այդ տեսեք կաթողիկոսը երբեք չի իջնելու այդ մակարդակին, նա գնում է շատ հանգիստ, անգամ այն պահին, երբ որ եկեղեցու դռները այդ թափթփուկներն իրենց սմբակներով կոտրում էին դեկտեմբերի 18-ին, երբ պատարագ էր եւ երբ հնչում էր ամենայն հայոց կաթողիկոսի քարոզը, նա այդ տարիքում շատ հանգիստ խորաթափանցությամբ շարունակում էր իր քարոզը եւ նույն ընթացքում կարծես թշնամին լիներ դռներից են կողմ կոտրում էին բարի բուն իմաստով կոտրում էին մեր սրբության սրբոցի դռները։ Շարունակեմ, հարցս հետեւյալն է, անշուշտ դուք արդեն ձեր խոսքում էլ ասացիք, որ կարևոր է գործը, հա, մենք տեսնում ենք քննարկումներ, դա շատ կարևոր է, որովհետև ինֆորմացիա է դրանով դուրս գալիս, բայց շատ կարևոր է հասկանալ գործնականության չափը, ընթացքը, ինչպես է դա լինելու եւ մեկ հարց եւս տեղյակ էին արդյոք այդ հարգարժան այրերը Եվրոպան ներկայացնող, որ Եվրոպայի միությունը ԵՄ մեծ գումար 15 միլիոն եվրո տրամադրում է Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու համար, որպեսզի նա ջարդի իր ընդդիմադիրներին, կալանավորի բոլոր հայրենասեր հայ մարդկանց, լռեցնի լրագրողներին, մեզ մոտ խոսք ասելու համար մարդիկ հայտնվում են կալանավայրում, իմ գործընկերները, ովքեր համարձակ հարցեր են տալիս ՔՊ-ի բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը տարբեր մեթոդներով նրանց լռեցնում է։ Այսինքն Հայաստանում խոսքի ազատությունը խստորեն վտանգված է։ Եվ սրա անունը ժողովրդավարություն է, լավ ասեց մեր քաղաքական գործիչներից մեկը օրերս, որ սա ոչ թե ժողովրդավարական բաստիոն է, այլ ժողովրդավարության սպանության բաստիոն է։ Եվ ես շատ կուզենայի, որ ձեր հարգարժան հյուրերը, ովքեր հանդես են գալիս իշա հայ առաքելական եկեղեցու եւ քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության դիրքերից, ինչի համար խորապես շնորհակալ եմ որպես հայ մարդ եւ որպես լրագրող, իմանային նաև այս մասին։ Կուզեմ հիմա լսել ձեր դիտարկումը, խնդրեմ, այո։ Արմենե ջան, մեկին մեկ ասեցիք այն, ինչ որ մեր երկրորդ կետն է եղել քննարկման։ Նույնիսկ թիվը դուք նշեցիք, որը նշվել է մեր կողմից, ոչ իմ կողմից, ես այդ հարցը չեմ բարձրացրել։ Մեր գործընկերները օտար երկրի ասել են, որ հիմա մենք պետք է կենտրոնանանք նրա շուրջ, որ Հայաստանում ընտրությունները կեղծվելու են, եւ ընտրությունները կեղծելու համար 15 միլիոն արդեն տվել է Եվրոմիությունը Հայաստանին։ Այո։
Տեսեք ձևակերպումը, ընտրությունները կեղծելու համար արդեն 15 միլիոն է տվել եւ ջանք չեն խնայելու։ Ավելին ձեզ ասեմ, երբ որ Ալբանիայում, Իրանայում, որը Դոնալդ Տրամպը անվանում է Հայաստան, սա որպես հումոր, Տիրանայում տեղի ունեցել վերջին ամիսներին համաժողով Եվրոմիության ինչ-որ մի խոշոր կազմակերպության, Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ 2 ամիս ընտրություններից առաջ նրանց հաջորդ նիստը լինի Հայաստանում։ Այսինքն մեր կապիկության աստիճան նայեք, էլի։ Այո։ Դեմոկրատական խաղերի տակ ուրեմն Եվրոմիությունը փորձի կեղծիքները Հայաստանում, որ ընթանալու են, արդարացնել ու ասել, որ դե մենք այնպես հետևեցինք այդ ամեն ինչին, իրենք են կեղծելու։ Նիկոլը մի տոկոս ավելի հավաքելու։ Թղթի վրա այսպես նկարված է, ես դա ասել եմ։ Հայաստանում ընտրությունների արդյունքները նկարվում են, որոշում են ինչքան գրել եւ գրում են, ինչպես Մոլդավիայում, ինչպես այլ երկրներում։ Եվ շատ լուրջ որոշում ընդունվեց, որ չպետք է թողնել, որ ընտրություններին գործը հասնի։ Մենք չենք թողնելու, որ ընտրություններին գործը հասնի։ Նիկոլ Փաշինյանը պետք է վերանա մինչև ընտրությունները։ Ինքը չպետք է որպես վարչապետ գոյություն ունենա։ Իսկ որպես անձ իրեն ինչ կսպասվի, երբ որ իշխանությունը նրա ձեռքից կվերցնեն, ինքը շատ լավ է պատկերացնում, եւ դրա համար այո, նա պատրաստ է ձեզ բոլորիդ բանտել, քանզի ոչ միայն դուք նրա կարողություններին եք ուզում կպնել 5 միլիարդ կամ չգիտեմ ինչքան գողացված, այլև դուք նրա ընտանիքի կյանքին եք սպառնում, ոչ միայն բարեկեցությանը, չէ՞ որ նրան կդատեն եւ երևի թե Հայաստանում հատուկ սահմանադրության մեջ կետ կմտցնեն, որ նման դավաճաններին պետք է գնդակահարել կամ էլեկտրական աթոռ, Նիկոլը կընտրի էլի նման ընտրության հնարավորություն ինքը կունենա, երևի թե ես կարծում եմ շատ մարդասիրական կլինի նրան առաջարկել դու ընտրի քո եղանակը մահվան։ Այսինքն ամբողջ աշխարհի հայությունը լեցուն է այս տրամաբանությամբ եւ տրամադրվածությամբ, սակայն մեր օտարերկրյա գործընկերները դուք նոր շատ ճիշտ նկատեցիք, որ փորձում են հասկանալ մեր համար, ձեր համար պարզ է, որ դա պասիվություն չի, հասկանալ հայ առաքելական եկեղեցու եւ վեհապարի պասիվության պատճառը եւ ինձ խնդրեցին, որ ես միջնորդեմ, որ ակտիվ եղեք, ստոպ, եթե ակտիվը ագրեսիվ եղեքն է, մոռացեք, մենք չենք կարող ագրեսիվությամբ կոչանել վեհապարին եւ մնացածին, իսկ եթե դուք փորձում եք ասել ակտիվ լինել, ես իրանց ասեցի, այնպես ակտիվ եմ, որ ասպատա մենք իրաց նման ակտիվ լինենք։ Հիմա հայերս բոլորս պիտի լինենք ակտիվ։ Հա, ակտիվ պիտի լինենք մենք, ոչ թե Արմենը լրիվ գախնի, չեմ կարող ես բացել հակագծերը։ Եվրոպայում միայն իմանաք ինչ գործունեություն են վարում, ֆանտաստիկ անձնավորություններ են, դե պատկերացրեք, մարդիկ, որոնց իրենց կյանքը կամովին, նվիրել են հոգևորին, դա ամենամեծ բանն է, որ մարդ կարող է անել։ Ես իմ ազգի համար այնքան շատ բան եմ արել ու իմ երկրի համար, որ հանգիստ կարող եմ գնալ այն աշխարհ եւ ընդեղից է գլուխ կողել, բայց ես չեմ կարող համատվել այդ այրերի հետ, որոնք իրենց նվիրել են հոգևոր կյանքին։ Ոչ միայն հոգևոր կյանքի պայքարին, որը ես եմ նվիրել, այլ հոգևոր կյանքին, տարբերությունը հասկացեք։ Դա ֆանտաստիկ, բոլոր երկրային հաճույքներից հրաժարվել են այն հաճույքները, որի համար մենք ապրում ենք, բիզնեսմեններս, գործարարներս, փող ենք աշխատում, որ լավագույն կյանքով ապրենք եւ ապրում ենք։ Հասկանում եք, ճիշտ է, ես արդարացնում եմ իմ փող աշխատելը եւ ծախսելը, որ ամբողջ հոգեվորի վրա եմ ծախսում, բայց իմ հոգեվորի լավագույն համերգներին եմ մասնակցում, լավագույն թանգարանները աշխարհի բազմիցս այցելել եմ եւ այլն, հզոր ճարտարապետական կառույցներ եւ այլն, բայց դա իմ անձի հոգեվորին ծառայելու իսկ հայ հոգևորական է, ընդհանրապես պատկերացնում եք, զոհել է իր կյանքը անուն հոգևորի։ Հիմա դու ո՞նց կարող ես իրեն ասել, եղիր ագրեսիվ։ Իրենց բնույթը այլ է, ագրեսիվ մենք կարող ենք լինել։ Հիմա ես մի շատ կարևոր հարց եմ նշեմ, սիրելի Արմենե, եթե այլ հարց չկա այս թեմայի հետ կապնված կոնկրետ մեր։ Հարցը հետևյալն է, որ մենք կարող ենք իսկապես հասնել գործնական հաջողության։
Ես Պարոն ես Գրիգորյան, ես որովհետև կարելի ասել ժամերի, հա, օրերի։ Մենք ունենք Արմենե կարճ ընդհանրապես, պատասխանը։ ասեք, Կարճ իհարկե, պատասխանը։ այո, այո, Բաց ձեր հետ համամիտ եմ։ Մի բան էլ ասեմ ձեզ։ Ես մտադիր էի հունվարի վերջին այս կոմիտեն հավաքել կենթանի համաժողովի Բրատիսլավայում 10 անգամ ավելի ծանր գործ։ Եվ ծախսատար, սարսափելի ծախսատար։ Այդ բոլոր խոշոր անձնավորությունները պետք է բիզնես հա, թռիչքները վճարել ինքնաթիռներով եւ այլն։ Պատկերացնում եք։ Սա Ռոբերտ Ամստերդամի առաջարկն էր մի շաբաթ առաջ։ Պարոն դոկտոր, մինչև հունվարի վերջ Հայաստանում Աստված գիտի տեղի չէր կատարվելու, չենք կարող սպասել։ տեսնում եք, այո։ Մաքսիմում մեկ շաբաթ։ Շատ դժվար էր մեկ շաբաթում այս թիմը հավաքելը, հասկանում եք, շատ դժվար, սարսափելի։ Հավաքեցինք, որպեսզի հասկանաք ինչ տեմպով ենք մենք աշխատում։ Մենք մինչև ամսվա վերջ արդյունքներ ենք տալու, արդյունքներ բազմաթիվ։ Ոչ թե մենք Ասենք փափ ենք գործում։ հավաքում, որ աշխատենք։ Սա մեկ, Այո, երկրորդ։ Իմ հայտարարությունը, որից հետո ոչ մի բան չեմ փակագիծ չեմ բացելու։ Նիկոլը պետք է վերանա մաքսիմում գարնան առաջին ամիսներին։ Եթե գարնան առաջին ամիսներին մենք Նիկոլի տակից աթոռը կամ բասկաթոռը չքաշենք ու ինքը չընկնի դրա տակ այն խորը փոսը, որը մենք տեսնում ենք, որ կա։ Դամեն այդ փոսի վրա գորգ են փռել եւ դրել են աթոռը։ Ապա ընտրությունները նա կեղծելու է։ Ես սա ամեն տեղ հայտարարում եմ եւ բոլոր այն ուժերին եւ համաշխարհային ուժերին, որոնք պատրաստվում են, որ թույլ չտան Նիկոլը կեղծի 2021 թվականի հունիսը հիշեք։ Ռոբերտ Քոչարյանը ասում էր, այնպես ենք կրելու, դա իր բառն է բազմիցս ասել եմ, այնպես ենք կրելու, Նիկոլ ենք մաշվում են, մենք աճում ենք, դա ասում էր գարնան սկզբին Ռոբերտ Քոչարյանը։ Մայիս ամսվա ընտրությունների հաջորդ օրը պարզ եղավ ամեն ինչը։ Գրեցին, ու ասեցին, այս է ընտրությունների արդյունքը։ Նույն բանը հիմա է լինելու, եթե մենք թույլ տանք, որ նա գարունը անցկացնի։ Իսկ ինչ ճանապարհներով դա թողեք արդեն մեր վրա։ Դա հասկանալի է, չենք հանրայնացնում։ Ձեզ ամեն մեկը կարող է հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան աշխարհում այսօր, եւ այդ հնարավորությունները մենք ոնց ենք օգտագործելու։ Պարոն Գրիգորյան, մեկ բան եւս ասեմ ձեզ, նաեւ որպես տեղեկատվություն, կարծում եմ իհարկե գուցե տեղյակ եք, գուցե ոչ, քանի որ ասացիք ակտիվ համագործակցություն կա արևմուտքում գործող հոգեվոր մեր առաջնորդների հետ, հա, մեր եպիսկոպոսների, սրբազանների հետ, ես մեկ անպայման ուզում եմ հիմա հանրայնացնել Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը միացել է Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված եկեղեցու բարենորոգման այդ ծրագրին։ Ես խնդրում եմ, որ եթե տեղյակ չէիք, տեղեկանաք, որովհետև նա 3, եթե չեմ սխալվում, 3 նաև հայտարարությամբ է արդեն հանդես եկել, մի պահ ինքը пассив էր, հիմա արդեն հայտարարություն է հնչեցրել, որ այո, միանում է այդ ծրագրին եւ այստեղ մենք բավական լուրջ խնդիր ունենք, որովհետև տեղում ես տեղեկացական հոգեվորականներ, ովքեր դեմ են այս Տերտերյանի arczepiskopos Տերտերյանի այս քայլին, բայց չեն կարողանում հակաքայլեր անել, որովհետև ըստ օրենքի ինչ որ հոգևոր օրենքով Տերտերյանի կողմից է նրանք նշանակված, հա, այդ տարբեր կամ մի խոսքով հոգևոր դաշտ չմտնեմ, քանի որ մանրակրկիտ տեղեկացված չեմ, բայց լծակները, ինչպես ասում են, Տերտերյանի ձեռքին է։ Ես սա որպես տեղեկատվություն, որ պետք է նաև զգուշ լինենք այս անձանցից։ Եվ հիմա անցնենք առաջ, ընտրություններ, այո, եւ Թուրքիան նաև հայտարարում է, Ֆիդանը բացահայտ հայտարարեց, որ մենք պաշտպանելու ենք Նիկոլ Փաշինյանին այս ընտրություններում եւ զուգահեռաբար, ինչպես արդեն իմ մուտքում ասացի խոսքից, հայրենասեր մարդիկ կալանավորվում են, պարոն Գրիգորյան, որպեսզի թույլ չտան, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնի իրար հետևից եկող հրեշավոր ծրագրերը։ Ընտրվելուց հետո 600,000 ադրբեջանցիներով լցվելու է Հայաստանը եւ Հայաստանը ամբողջությամբ ադրբեջանանալու է, վերջանալու է հայի հայրենիք, այս մի կտոր հայրենիքը։ Հիմա տեսեք ինչ ծրագիր, ես կուզեմ անդրադառնալ 3 նախորդին է հայտարարվեց, որ այս իշխանությունը այս Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության բարգավաճման նախագծի տակ է ստորագրել եւ փաստորեն ստացվում է, որ մեր հայրենիքի այդ կարևոր հատվածը
սկզբում 49, հետո 50, այսինքն ընդհանուր թվով 99 տարով հանձնվում է Միացյալ Նահանգների տնօրինությանը, այդ ցանկը երբ որ կարդում ենք, ամեն ինչ հասկանալի է, թեպետ հաճախակի ինքնիշխան բառն է օգտագործվում, բայց դա ուղղակի արտաքին տեսքն է, մենք պարզապես կարող ենք ասել, որ կորցնում ենք Սյունիքը։ Ես կուզեմ, որ դուք խոսել, որքան հասցրել եք ինչ-որ բան ծանոթանալ, Շատ ինչ լավ, իրողության հետ մենք գործ ունենք, խնդրեմ։ շատ լավ։ Արմինե, ես ասեմ, որ մեր երեկվա վեհաժողովի ժամանակ ես Ռուսաստանի ներկայացուցիչի ելույթից հետո շատ մի կարևոր բան նշեցի, որ պարոնայք, սա միայն Հայաստանի խնդիրը չէ, սա միայն քրիստոնյա աշխարհի խնդիրը չէ, այո, պարտականություն է սա, պարտավորվածություն։ Ամբողջ քրիստոնյա աշխարհը հիմա ոտքի է կանգնում եւ մենք կանգնացնում ենք ոտքի, այո, հատկապես Եվրոպայի կաթոլիկ, իդեպ ասեմ, որ հատուկ որոշում ընդունվեց Վատիկանի հետ շատ հզոր գործունեություն տանել, քանի որ Յան Ֆիգելը Վատիկանի բարձրագույն ներկայացուցիչն է եւ ունենք այլ կանալներ։ Նույնպես մենք Վատիկանին հրավիրելու ենք առավելագույն համագործակցության եւ եղբայր եկեղեցու փրկության գործին շատ ավելի այ Վատիկանին ենք ասելու, շատ ավելի ակտիվ լծվի, ոչ թե վեհապարին, այլ Հռոմի պապին, որը պատրաստ է, մենք աշխատում ենք հետ, մենք շատ լավ գիտենք եւ նրանք էլ սարսափելի զայրացած են։ Սակայն ես նշեցի նաեւ, որ Հայաստանի կորուստը Ռուսաստանի կորուստն է, ես ուղղակի հայտարարեցի։ Եվ հիմա անցնում եմ թեմային։ Երբ որ Տրամպը, որը հիանալի բիզնեսմեն է, չէ, ինչ ասես Տրամպի հասցեին կարող ես ասել, բայց չես կարող ասել, որ նա թերի բիզնեսմեն է։ Իդեալական։ Եվ հանուն դոլարի դոլար ասելով ես հասկանում եմ 100 միլիարդ եւ ավել նրա համար թվերը այդպեսին են, նա պատրաստ է անել այն, ինչ որ իր խիղճը թույլ է տալիս։ Եվ ահա Տրամպի խիղճը թույլ է տալիս Թուրանի միջանցքը անվանել Տրամպի միջանցք։ Դարի ու ասա, այ Դոնալդ, սիրելի եղբայր, ես երեք խնդրեցի, որ պարոն Գվիդո Լոմբարդին մեր ողջույնները հայտնի իր ընկեր Դոնալդին։ Եվ ես հիմա ուզում եմ հասկանալ, պարոն Դոնալդ, դու հասկանում ես գոնե ինչ ես անում։ 74%-ը վերցնում ես քեզ այդ Թրամպի միջանցքան բան։ Սա արդեն երեք նշվեց որպես սարսափելի քայլ, նշվեց դա։ Որ դուք պատկերացրեք 74%-ը վերցնում է 10-20 հազար կիլոմետր հեռավորության գտնող ինչ-որ մեկը։ Հայաստանը տալիս են 26%, ֆենոմենալ է սա։ Բայց սա կարևորը չի, կարևորը այն է, պարոն Թրամփ, ախր դու չես հասկանում, դրանով մի քանի սարսափելի գործ ես անում, էլի ծառայում ես սատանային, եղբայր, դու առաջինը Հայաստանը քարտեզի վրայից հանում ես, լավ թքած եք Հայաստանի վրա, Ալբանիայի, հասկանում եք, ինչ արած, Հայաստան, Ալբանիա, քո համար մեկ է, ոչ մի տարբերություն, հա, Ալբանիան մուսուլմանական երկիր է, դա էլ քեզ չի հետաքրքրի, խառնում ես ամեն ինչ որ հնարավոր է, բայց մի խառնիր Հայաստանը ներսից, որովհետև եթե Հայաստանը վերացավ, ապա ստացվում է Նախճեվանը կապնվում է Ադրբեջանի հետ, ամբողջ Թուրքիան կապնվում է այդ քո կամուրջով Թրամփ ջան, որը Թուրանի կամուրջ է կոչվում, հիշիր, պարոն Դոնալդ, դա Թուրանի կամուրջն է։ Կապնում է Կասպից ծովը, այդ Կասպից ծովը լցվում է դրոններով, այդ դրոնները Վոլգայով եւ այլն հասնում են ռուսական կենտրոններին, նաեւ Միջին Ասիան է միանում եւ միջև ուйգուրները ստացվում են Օսմանական այն կայսրությունը, որի համար կյանք է տալիս Էրդողանը, եւ Էրդողանի երազանքը կոչվում է Թրամփի կամուրջ, հա Դոնալդ, եւ պարոն Թրամփ Արդյունքն ես քեզ բացատրեմ, ռուսները ինձ լավ գիտեն, որ մասնատվում է Ռուսաստանը, Թաթարստան, Բաշկորտստան, Հյուսիսային Կովկաս, Հեռավոր Արևելքում նոր երկրներ են առաջանում։ Դու այդ ես ուզում անել Թրամփ, օքեյ, դու դա արա, բայց ես երեք դիմեցի Ռուսաստանին, ասելով, բայց մենք լավ ենք, չէ հասկանում, սրա սուր ծայրը ուղղված է, ես հիմա մեջբերում եմ անում իմ ելույթից երեք Ռուսաստանի փորի փափուկ մասին, հարավային Կովկասին այդ սուր ծայրը մտցվում է փափուկ մասից ներս։ Ռուսաստան, դուք ինձ լավ եք հասկանում, ես գիտեմ, չտեսնված լավ եք հասկանում,
Վլադիմիր Սոլովյովը վերջերս հայտարարություն է արել ու ասել է, որ SVO երկրորդը պիտի լինի Հայաստանը, եթե չենք ուզում էլի Ռուսաստանը կորցնենք, SVO մեկը Ռուսաստանը փրկելու համար էր, այո, եթե չլիներ Ռուսաստանը մաստատվում էր, սակայն SVO 2-ը ավելի կարևոր է այսօր։ Եվ Ֆիդանը, Թուրքիայի, հայտարարել է, որ մենք Հայաստանը ձեզ չենք տա, Ֆիդանի հայտարարությունը, մենք Հայաստանը ձեզ չենք տա, այսինքն արդեն ներքին հզոր պայքար է գնում Հայաստանի համար, որպես Ռուսաստանի կարևորագույն կենսական կենտրոն, որի արդյունքում Ռուսաստանը կարող է լինել կամ չլինել։ Ես շատ կարճ եմ անդրադարձել այս հարցին, սակայն որքան կարևոր է այս խնդիրը մեր համար, հայ սփյուռքի համար, հայ ազգի համար, որ մենք չկործանվենք, ավելի շատ կարևոր է Ռուսաստանի համար, մեր կործանումը բացարձակապես Ռուսաստանի մուսուլմանացում ու թուրքացում է։ Վերջ, երեք նման հայտարարությունով դեսպան Յան Բուրին հանդես եկավ, փայլուն հայտարարություն արեց, ասեց, դուք պատկերացրեք, Հայաստանը բետոնե պատվար է քրիստոնեության 301 թվականից սկսած հզոր բետոնե պատվար քրիստոնեության համար մուսուլմանության դեմ։ Հիմա այդ պատվարը ծակ է տվել, մենք դրսից նայում ենք, ասում ենք, դե փոքրիկ ծակ է, այդ ջուրն էլ որ բաց է թողնում այդ անցքից, վտանգ չի ներկայացնի Եվրոպայի համար։ Իսկ ես հայտարարում եմ, այդ անցքը այնպիսի արագությամբ է մեծանալու, որ պատը փլվելու է։ Ի պայքար այդ պատի անցքը փակելու է, այդ անցքը Սատանա Նիկոլն է։ Փակել այդ անցքը, դա քրիստոնեության հզոր պատվարի մեջ անցք է, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան։ Ահա նման միտք ասեց Յան Բուրին, իսկ ավարտին ընդհանրապես կարդան Պարլամենտի առաջին նախագահ Հայաստանի մեծ բարեկամ, ես ասում եմ Նիկոլ, ոնց որ Զատորինին եմ ասում, դու ավելի հայ ես, քան հայերը, շատ հայերը ինքը ասում է, Միկրոշկոն ասում է, ես արցախցի հայ եմ։ Ես իր համար արցախցի հայը, դա բարձրագույն մակարդակն է, նա պաշտում է Արցախը, ու Ռումինիայի մշակույթի նախարարը փորձել է իրենց հոսուն արքեպիսկոպոսին վերացնել 48 թվին, այս իրադարձությունների տարիներ անց ոչ ոք չգիտե Ռումինիայի մշակույթի նախարարի անունը, ասում է Միկլոշկը, բայց արքեպիսկոպոս Հոսունը սրբադասվել է։ Դուք ոչ մի հնարավորություն չունեք հաղթելու հայ առաքելական եկեղեցուն։ Դադարեցրեք այս հալածանքները, քանի որ դուք ռիսկ եք դիմում հայտնելու նույն այդ Ռումինիայի մշակույթի նախարարի նման լիովին մոռացված լինելուն, մինչդեռ հայ առաքելական եկեղեցին շարունակում է ապրել եւ հռչակել Քրիստոսի ուղերձը եւ ավետարանի գեղեցիկ միասնությունը։ Պարոն Փաշինյան, ուշքի եկեք։ Ֆերո Միկլոշկոյի հայտարարությունը։ Մենք հիմա ձեր հետ միասին երևի թե այս հայտարարությունը կդարձնենք դրոշ եւ կասենք հետ կանգնի սատանական քայլերից, որովհետեւ սատանային սատկացնում են քրիստոնյաները միավորվելով։ Մոտավորապես երևի այսքանը, որ ես կուզեի ասել, այո, այդ Թրամփի միջանցքը, որ դուք նշեցիք, չափից դուրս կարևոր է, որ մենք բոլորս հասկանանք, բայց այստեղ նույնպես մենք մեր միջազգային ուժերը կմիավորենք եւ Թրամփի հետ էլ կբանակցենք, կասենք, քո կամուրջը հանճարեղ մի բան է, բայց խնդրում եմ, արի լրիվ վերաբերմունքը փոխի քո, որովհետեւ դու Ռուսաստանին դեմ չես, մենք դա շատ լավ գիտենք, քանի որ եթե դու Ռուսաստանի դեմ եղա, դու կորած ես, քո երկիրը չի լինելու այլևս, դու շատ լավ ես հասկանում դա, դե Ռուսաստան, Չինաստան, օյ, BRICS, դու ոնց կարող ես այդ ուժի դեմ պայքարել, եւ ինքը շատ լավ հասկանում է, ու Հայաստանում այդ Թուրանի միջանցքը, որը դու Թրամփի միջանցք ես անվանել, արի վերադարձնենք ճիշտ անունը, անվանենք Թուրանի միջանցք եւ անենք այնպես, որ դա իսկապես ի բարօրություն լինի բոլորիս, ոչ թե թուրք ազգերին։ Այո, Տեղական է միարկե որպես հավելում, սա ոչ միայն հակառուսական ծրագիր է, առաջին հերթին լինելով հակահայկական, հայակործան, նաև հակաիրանական է, պարոն Գրիգորյան։ Իրականում այև փաստորեն Նիկոլ Փաշինյանը մտնում է հակաիրանական կոալիցիայի մեջ այս Թրամփի ուղի կոչվածով։
Այստեղ էլ մի լուրջ շերտ է, գուցե հետո մենք մեր ժամանակը հիմա սպառվել է մեկ այլ առիթով մենք ավելի խորքային կանդրադառնանք այս բոլոր խնդիրներին, ուզում եմ, եթե չկա ասելիք, ամփոփենք եւ ավարտենք։ Իհարկե ձեր ասելիքը շատ էր, ամեն ինչ ասվեց, կարծում եմ, պարոն Գրիգորյան, ես պարզապես շնորհակալություն պիտի հայտնեմ այն աշխատանքի համար, որ դուք տանում եք, այն հավաքի համար, որ իրականացնում եք, նաև այլ ազգի եւ մեր բարեկամներին դուք հավաքում եք, դա ամենակարևոր խնդիրն է եւ պիտի նաև ասեմ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մշտապես վախեցել են հենց այդ ներուժից, հայկական այդ հզոր ներուժից։ Բրավո ձեզ, շնորհակալ եմ եւ վստահ եմ, որ հայությունը պետք է համախմբվի։ Աշխարհի հայեր կոչ եմ անում ձեզ, սիրելի հայրենակիցներ, միացեք այս լավ նախաձեռնությանը, արդեն պարոն Գրիգորյանը սկսել է մի հրաշալի քայլ, ամեն մեկը ձեր տեղում, բայց միասնաբար անցնենք Հայաստան աշխարհի եւ հայոց առաքելական եկեղեցու քրիստոնեությունը Հայաստանում փրկելուն։ Իրապես դա առանց չափազանցության, բայց մենք լրջագույն վիճակում ենք, մենք հայրենիք ենք կորցնում։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, վստահ եմ մենք դարձյալ կհանդիպենք։ Այժմ ինձ մնում է հեռավար ուղակի տեղեկացնել նաև իմ հայրենակիցներին, որ հեռավար կապով ես զրուցում էի Աշոտ Գրիգորյանի հետ, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ։ Լավ եղեք։ Մի նախադասություն միայն Արմինե ջան, Աստված մեզ մի կյանք է տվել եւ պատվիրան այդ կյանքը նվերելու մեր երկրին ու մեր ազգին։ Մեր կյանքը զրո արժեք ունի, եթե մենք այն չենք նվիրում մեր ազգի պայքարին եւ մեր կյանքը ունենում է բացառիկ նշանակություն, սարսափելի մեծ արժեք, անհավատալին, եթե այն զոհում ենք հանուն մեր հայրենիքի։ Մենք բոլորս պատրաստ ենք զոհել մեր կյանքը հանուն հայրենիքի եւ դրանք խոսքեր չեն։ Նիկոլ Փաշինյան, ես իմ կյանքը նվիրում եմ իմ հայրենիքին, կարող ես վերցնել, եթե կարող ես։ Շնորհակալություն եւ ցտեսություն։ Շնորհակալ եմ։ Բոլորս նվիրում ենք մեր կյանքը մեր հայրենիքին։ Ուրեմն Աստված առաջ։ Շնորհակալ եմ եւ հաջողություն ձեզ։ Ցտեսություն, Կհանդիպենք։ շնորհակալություն։